Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինեն Ավասարզյանը։ 19:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Հունվարի 27-ը տարբեր ժամանակներում հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանելուց հետո իշխանական վերնախավն այսօր վաղ առավոտյան Եռաբլուր զինվորական պանթեոնում էր։ Նախքան բարձրաստիճանների ժամանելը զոհվածների հարազատներից ոմանք ամեն օրվա պես արդեն իրենց հարազատների շիրիմների մոտ էին։ Պարզապես այսօր առավոտ կանուխ էին հասել պանթեոն, որ թույլ չտան Փաշինյանին մոտենալ իրենց որդիների շիրիմներին։ Փաշինյանի այցին ընդառաջ Եռաբլուրում ուժեղացված հսկողություններ իրականացվում, լրագրողների մուտքը Եռաբլուր արգելվել էր, թույլատրվել էր միայն նկարահանում իրականացնել Եռաբլուրի ներքևի հատվածից։ Փաշինյանը Եռաբլուրում մնաց մոտ 15 րոպե 44-օրյա պատերազմում զոհվածների շիրիմներին չմոտեցավ, ծաղիկներ խոնարհեց Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին եւ Ծաղկեպսակ Ղարաբաղյան առաջին պատերազմում զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները Պատիվ ունենն ու Հայաստան այսօր Եռաբլուր չեն այցելել։ Նրանց ներկայացուցիչները հայտնել են, որ զինվորական պանթեոն կայցելեն վաղը բանակի օրվա առիթով։ Մեկ շաբաթ էլ չկա, որ հունվարի 27-ը Հայաստանում սահմանվել է որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր, բայց Նիկոլ Փաշինյանն այսօր աղուերցում արդեն պնդեց, որ քաղաքացիները սկսել են այսօրն անվանել երկնային բանակի օր։ Ժողովրդական այս ձևակերպման մեջ մեծ սեր կա, մեր իրականության մեջ մեծ սեր կա հանուն հայրենիքի իրենց կյանքը տված նահատակների նկատմամբ եւ մեծ պատասխանատվություն։ Յուրաքանչյուր ընկած զինվոր մեզնից յուրաքանչյուրի ընտանիքի անդամ է դառնում եւ սա այն ակնհայտ գիտակցության բերումով, որ նա զոհվել է հանուն մեզնից յուրաքանչյուրի, ասված է ուղերձում։ Կառավարության ղեկավարը նաև վստահեցրել է, որ մեծ պատահած աղետներից հետո ամեն օր ամենաստոր կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը ջանք են դրել գտնելու մի շատ կարևոր հարցի պատասխան։ Իսկ ինչ պետք է անել, ինչպես անել, որ մեր նահատակների զոհողություններն ապրեցնող լինեն, ոչ թե կոտրող։ Այս հարցին տրվել է հստակ եւ աներկբա պատասխան, մեր նահատակներն ընկել են, որ Հայաստանը բարձրանա։ Եվ հետեւաբար պետությունը զարգացած ուժեղ անվտանգ բարեկեցիկ ու երջանիկ Հայաստանի Հանրապետությունն է մեր նահատակների հիշատակն ամենածանրակշիռ կերպով հավերժացնող եւ նրանց հետնորդներին ապրեցնող ամենատեսանելի հուշարձանը, ասվում է կառավարության ղեկավարի ուղերձում։ Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Մխիթար Գալեյանի մայրը Աստղիկ Գալեյանը եւս դեմ է հունվարի 27-ը հիշատակի օր սահմանելու որոշմանը։ Ես չեմ տեսնում, որ այս օրը որևէ կապ ունենա հայ ժողովրդի պատմության կարևորագույն իրադարձությունների հետ։ Չնայած երկար փնտրտուքներին ես չեմ գտնում որևէ պաշտպանական գործողություն կամ հաղթանակ, որ կապված լինի հենց այս օրվա հետ։ Միակ հիշատակը, որը միջազգային համատեքստում նշվում է Հոլոքոստի զոհերի օրն է։ Օրագիր Նյուզի հետ զրույցում նշեց տիկին Աստղիկը։ Նա համոզմունք հայտնեց, որ հիշատակի օրվա ընտրությունը ցույց է տալիս այն քաղաքական տրամաբանությունը, որը չի արտացոլում հայ ժողովրդի պատմությունն ու արժեքները, եւ հավելեց, որ դա կապված է ներկա իշխանությունների օտարասիրության մոլուցքի հետ։ Տեսնում ենք, որ որոշ օրերի ընտրությունը տեղի է ունենում մի ձևով, որը չի արտացոլում իրական պատմական նշանակությունը, ասաց նա։ Խոսելով օրվա ընթացքում Եռաբլուրում ստեղծված մթնոլորտի մասին, Աստղիկ Գալեյանը նշեց. առավոտից տարածքը վերահսկվում էր ուժային կառույցների կողմից, նույնիսկ լրագրողների աշխատանքն էր սահմանափակված։ Սա ստեղծեց զգուշավորության եւ լարվածության մթնոլորտ, որը տպավորություն է թողնում մարդկանց վրա։ Աստղիկ Գալեյանը նկատեց նաեւ, որ յուրաքանչյուր զոհված զինվորի հիշատակը անձնական է եւ եթե որոշվի սահմանել ընդհանուր հիշատակի օր, այն պետք է համընկնի իրական պատմական փաստերի եւ ժողովրդի ցավի հետ։ Ըստ նրա ավելի տեղին կլիներ որպես հիշատակի օր նշել սեպտեմբերի 27-ը, քանի որ այն կապ ունի հայ ժողովրդի համար ծանր եւ հիշարժան իրադարձության հետ։ Հենց այդ օրը սկսվեց հայ ժողովրդի ոչնչացման գործընթացների սկիզբը։ Տիկին Աստղիկը նաեւ տեղեկացրեց, որ վաղը հայոց բանակի օրվա առթիվ կայցելի հարգանքի տուրք կմատուցի բոլոր նրանց հիշատակին, ովքեր պաշտպանել են երկիրը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի օրը մայիսի 4-ը Հայաստանում կլինի ոչ աշխատանքային։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության հունվարի 29-ի նիստի օրակարգում։ Ըստ որոշման հիմնավորման գագաթաժողովի մասնակցելու են մոտ 50 բարձրաստիճան պատվիրակության երկրի կամ կառույցի ղեկավարի մակարդակով եւ Երևանում տրանսպորտային երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտություն է դարձել մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել։ Կառավարությունը նախատեսում է 2026 թվականի մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել 2026 թվականի ապրիլի 18-ը շաբաթ օր։
Հայաստանում հունիսին կայանալիք խորհրդարանական առաջիկա ընտրություններում Հանրապետություն կուսակցության վարչապետի թեկնածուն կլինի կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Այս մասին նա հայտարարել է կուսակցության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում։ Ես ուզում եմ, որ մեր երկրի խորհրդարանում ամբողջությամբ արևմտյան արժեքներ դավանող որևէ ուժ ներկա լինի, որ չլինեն միայն ռուսամետներ եւ բալանսավորողներ։ Ես համարում եմ, որ այդ համատեքստում մեր մասնակցությունը ոչ միայն օգտակար է մեզ, օգտակար է նաեւ երկրին, պետությանը, օգտակար կլինի նաեւ նոր ձևավորվող իշխանությանը ինչ քայլեր անելու առումով, նշել է Սարգսյանը։ Սիսի կաթողիկոսարանի վերադարձի դատը շարունակվում է, այս մասին հայտարարություն է տարածել կաթողիկոսարանի դիվանը։ Հայտարարությունում մասնավորապես ասվում է. Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսության կողմից Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջով Թուրքիա պետության դեմ բացված դատը նույն ընթացքով շարունակվում է։ Այս ուղղությամբ կարևոր հանգրվաններից տեղյակ պահեցինք մեր ժողովրդի զավակներին, հիշյալ դատը նկատելով մեր ժողովրդի եւ մեր եկեղեցու դատը, ինչպես նաեւ առաջին եւ հանդուգն քայլ ազգային պահանջատիրության իրավական ոլորտում։ Արդարև թուրքական դատարանների նախադատ ատյաններից հետո, որտեղ քննությամբ մերժված լինելով այժմ այն գտնվում է Վճռաբեկ ատյանում, հաջորդ քայլը պիտի լինի սահմանադրական դատարանը, որից հետո պիտի դիմենք մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս ծիլից ներս մի քանի օրեր առաջ կաթողիկոսարանում վեհափար Հայրապետի նախագահությամբ հանդիպում տեղի ունեցավ Սիսի դատի իրավական հանձնախմբի անդամներից նախարարուհի դոկտոր Նորա Պայրակտյանյանի, պրոֆեսոր Թենի Սիմոնյանի եւ փաստաբան Ջեյմս Սոֆոգունլիի մասնակցությամբ եւ քննվելուց հետո դատի իրավական գործընթացի նախկին հանգրվանները ընդհանուր գծերով ճշտվեցին առաջիկա քայլերը։ Այս մասին նոր զարգացումների լույսի ներքո բնականաբար տեղյակ պիտի պահենք մեր ժողովրդի զավակներին։ Այսօր հունվարի 27-ին խոշոր ավտովթարներ են տեղի ունեցել Արագածոտնի մարզում ժամը 11:00-ի սահմաններում, Թալին, Բազմաբերդ, Կաքավաձոր, Խաչմերուկի մի քանի հատվածներում բախվել են տարբեր ավտոտրանսպորտային միջոցներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարների հետևանքով ըստ նախնական տեղեկությունների կա մոտ 10-ից ավելի վիրավոր, որոնց առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Վթարների վայրերում պարեկները սահմանազատումներ են կատարել եւ համայնքային ոստիկանների հետ պարզել ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների եւ վիրավորների ինքնությունը։ Որոշ հատվածներում վթարված ավտոմեքենաների պատճառով երթևեկությունը դարձել է massամբ դանդաղընթաց։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը ամբողջությամբ մառախլապատ է։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։